այս մեր հիմիկվա այստեղի ակցիան կայանման նրանով, որ մեզ առ են համարում, բարի չեն գտնվում իջնեն ներքև մեր հարցերին պատասխանեն, իսկ խնդիրը սենց է, որ բոլոր փաստաթղթերը ուզել են հավաքել ենք, տվել ենք, հիմա ասում ենք ինչ փուլումը, իրանք էլ մեզ ասում են, որ կառավարությունը ասում է պիտի քաղաքապետարանը տա այդ նախագիծը, նրանք էլ ասում են պիտի կառավարությունը տա։ Վերաբնակեցման, նախագիծը պիտի լինի վերաբնակեցման նախագիծ, որը որ չեն տալիս։ Չգիտեմ, ձգձգում են, այո, վթարային շենքերի 4-րդ կարգ, եթե ոչ արդեն հիմա 6-րդ կարգ, չգիտեմ, ժողովրդի վիճակը շատ վատ է, շատ վատ է։ Ու եթե չեք եղել մեր շենքում, կարակ գնաք տեսնեք, մենք մնանք ստեղ, որ չասեք սուտ են ասում, կարակ դուք էլ գնաք տեսնեք, շենքերի տակից ջրերը գնաք։ Չէ, շենքերը լքելու հրաման չի տրվել, մեզ ասել են, որ պիտի վերաբնակեցում լինի, ու սկսենք, եթե քարոզարշավներից սկսենք, Տիգրան Ավինյանը մեզ ասեց մի փոքր համբերեք, շատ տարյուկես, այդ տարյուկես արդեն ես 2 եւ ավել 3 տարի է լինում, ու այդ հարցը մինչև հիմա չի լուծվել։ Ու չգիտեմ, երբ որ հերթը հասա, որ պիտի արդեն այդ վերաբնակեցումը լինի, դարավ բարդ պրոբլեմ, չգիտեմ, դե մեծ գումարների ծախսերի հետ կապված, մինչևից այդ ամեն հարցերը լուծվեց, ու այս վերջում էլ տեղեկացանք, մոտ 2 շաբաթ առաջ տեղեկացանք, որ երկրի թիվ 1 մարդը հրաման է տվել, հանձնարարական է տվել, որ այդ հանձնարարականը չգիտես ինչի չի կատարվում։ Հիմա դուք ում հետ եք ցանկանում հանդիպել եւ ձեր խնդիրները։ Մեր գործերը ես ինքս բազմիցս դիմել եմ, դիմումները տվել եմ, պատասխանները կա, որ գտնվում է փոխվարչապետի գրասենյակում։ Արդեն վերջին տվյալը դա եղել է հուլիս, իսկ ամենավերջինը եղել է նոյեմբերի 10-ին պատասխան, որ գտնվում է այդ ամբողջ ամիսները, որ ես ասում եմ, դրանք բոլորը եղել են Տիգրան Խաչատրյանի գրասենյակում ու 5 ամիս այդ հարցը չի լուծվում։ Ու 5 ամիս այդ հարցը չի լուծվում։ Հիմա այսօր եկել ենք, որ իմանանք ինչի չի լուծվում այդ հարցը մինչև հիմա։ Ոստիկանը նշեց, որ դուք կարող եք ներս մտնել, հիմա ներս եք մտնել։ Հա, որովհետև մենք ներսում բոյկոտեցինք, աղմուկ աղաղակարեցինք ներսում ու դուրս եկանք փողոցը փակեցինք։ Փողոցը փակելուց հետո ես մինչև ներս մտա մի հարց կար ճշտելու, ասեցի գոնե մի հոգի, ես ինքս մենակ հանդիպում լինի, գոնե ես դուրս կամ այսքան ժողովրդի իմ երեսին է նայում։ Ասեցի դուրս կամ հասկանանք ինչ է, այն էլ ոնց հասկացանք, ես մինչև դուրս եկա արդեն բացել էին ճանապարհը, հրել էին իրան։ Լավ չեմ զգում, իրոք լավ չեմ, հա ինձ ոստիկանները քաշքշեցին, ես ինքը շաքարով հիվանդ եմ։ Առավոտվա 11-ից մենք ներսում սպասում ենք համբերատար, մի հատ ձեն չենք անել, հեսա 20 րոպեա, 10 րոպեա ձեզ կիշնեն կպատասխանեն փոխվարչապետի սենյակից, ոչ մեկ չի չան, ոչ մեկ։ Հիմա էլ հրահանգստացանք, մի պահ ոստիկանները մեզի օգնեցին, կանգնած էին շարքով, հետո էլ երևի հրաման ստացան, որ քաշքշեցին մեզի, անձամբ ինձ։ Ժամը 11-ից մինչև հիմա չեմ բարեհաճում, լավ թող իջնեն, թեկուզ բացասական պատասխան, բայց թող չարհամարեն, իշտեն ասեն գիտեք ինչ կա, չի լինել, չեմ գալիս, չեմ անում, կամ չգիտեմ, ինչ-որ մի պատասխան, բացասական կամ դրական պատասխան տան։ Այսինքն դուք այստեղ եք առավոտյան ժամը 10-ին, Այո, 3-ն է, այո, սպասեցրել են, պատասխան չեն տվել, այնուհետև քաշքշել են փողոցն են բացել, հա, ահա, քաշքշել են փողոցն են բացել ու ասենք ամենավատը որն է, որ այս կարգի առ են համարում ժողովրդին թքածուներ։ Հա, եթե հիմա մենք ներս մտնենք նույնիսկ ասենք ու չաղմկենք, միևնույնն է, ներսից ինձ նոր պատասխանեցին, որ չեն պատասխանում վերևի ոչ մի հեռախոսազանգ։ Ոչ մի զանգ չեն պատասխանում։ Դե չգիտեմ ում դիմենք։ Ես չգիտեմ вообще ինչ անենք։ Ում դիմենք չգիտեմ։ Արդեն չգիտեմ, եթե թիվ 1 մարդը կարա հանձնարարական տա ու այդ հանձնարարականը չկատարվի, էլ ինչի մասին է մնացած հարցերը կամ մնացած ենթակայությունները։ Իսկ քաղաքապետարան դիմել փորձել եք քաղաքապետարից արձագանք չեք ունեցել։ Անցած 5 շաբթի օրը մենք էլի բոլորով ստեղ ենք եղել։ Ներքևի աղջիկ եկավ, հեռախոսը համալուզեց, ասեց ձեզի այսօր կամ վաղ առավոտ կզանգեն, մի քանի հոգու կընդունեն։
Զանգեցին հեռախոսով խոսեցինք, մենք էլ չգիտենք երբ կլինի։ 2 օր առաջ է Ամալիային տեղյակ են պահել, որ բանա մեզ պետք է կառավարությունը կանչի քաղաքապետանին իրար հետ նախագիծ մշակեն, բայց միջև այդ տեղից մեզ ասում են գնացեք քաղաքապետանից նախագիծը բերեք։ Մեզ ասել են, որ պիտի հանդիպում լինի բնակիչների հետ, որ հասկանա բնակիչը հասկանա, որ իր խնդիրը ինչ փուլում է հիմա, հարցը որ փուլում է հասել, ու մինչև հիմա արդեն 2 ամիս է եւ ավել այդ հանդիպումը չի կայանում, չգիտենք ինչի, ուզում ենք դա հասկանանք։ Նախ առաջինը, որ հանդիպում ինչի չի լինում, երկրորդ ինչով են զբաղված, որ այս 6 ամիս այդ նախագիծը չեն կարող մշակեն, եւ երրորդը, որ թիվ 1 մարդը հանձնարարականը տվել է ու չի կատարվում։ Ինչի համար։ Հիմա ինչ է նախապատրաստվում անել, ինչ քայլեր Ոչ մի ձև մեր ձենը չեն կարող բացասնել։ Եվ չգիտենք էլ արդեն որտեղ դիմենք, ում դիմենք, որ ձայնը լինի հասանելի։ Ինչ անենք, վերմակ դոշակը առնենք, անքստեղ նստենք։ Ինչ անենք, ոնց անենք։ Դե